Տալի ծաղիկի կառուցվածքը, բերեք մենք միասին ուրեմն ներկայացնում ենք ծաղիկը ինչ կառուցվածք ունի։ Առաջինը կներկայացնի Հայկանուշը, Հայկանուշ, ես ցույց եմ տալի ծաղկի մասերը, դու արագ ասում ես, որը ինչ է իրենից ներկայացնում, ինչ անվանում ունի։ Առաջինը ինչն էր բալիս։ Ծաղկակոթ։ Սա ինչն էր։ Բաժակաթերթիկ։ Սա։ Բաժակաթերթիկը։ Ծաղկաթերթը։ Սա։ Վարսանդը։ Սա։ Իսկ դրա կառավարիչները։ Ապրես, վարսանդը իր հերթին ինչ կառուցվածք ունի։ Վարսանդը կառուցված է սպից, սռնակից և սերմարանից։ Իսկ առեջը իր հերթին ինչ կառուցվածք ունի։ Առեջը կազմված է փոշանոթից և առեջաթելից։ Ահա, լավ, Անահիտ, քեզ ենք լսում, ծաղիկը կառուցված էր, առաջինը ինչն եմ ցույց տալիս։ Ծաղկակոթը։ Սա։ Սա։ Ծաղկաթերթիկը։ Ահա, սա։ Վարսանդը։ Եվ Առեջները։ այո, վարսանդը իր հերթին ինչից էր կազմված։ Սպից, սռնակից և սերմարանից։ Իսկ առեջը իր հերթին կազմված էր։ Փոշանոթից և առեջաթելից։ Ապրես, Աբել, քեզ ենք լսում, լավ տղա, առաջինը ինչն եմ ցույց տալիս։ Ծաղկակոթը։ Սրանք։ Բաժակաթերթը։ Ահա, սրանք։ Ծաղկաթերթը։ Ահա, կենտրոնում ինչն էր։ Վարսանդը։ Եվ Առեջները։ վարսանդը իր հերթին ինչից էր կազմված։ Սպից, սռնակից և սերմարանից։ Իսկ առեջը իր հերթին կազմված էր։ Առեջը կազմված է փոշանոթից և առեջաթելից։ Շատ ապրեք, գնացինք առաջ, հաջորդը մենք ներկայացնում ենք սերմի կառուցվածքը, մի հատ նորից ենք ասում, սերմերը լինում են քանի տեսակ։ Շատ ապրեք, առաջինը ուրեմն սա միաշաքիլավոր սերմի կառուցվածքն է, ներկայացնում ենք կառուցվածքը։ Առաջինը այս անգամ կներկայացնի Անահիտը, Անահիտ ջան, ինձ ասա, սա ինչն է սերմի։ Սերմի կառուցվածքն է։ Ահա, այս արտաքինից ինչն է պատած։ Սերմամաշկը։ Կենտրոնում ինչն է գտնվում։ Բաժանյութը, էնդոսպերը։ Ապրես, և սա ինչն է։ Ծաղկը։ Ահա, Հայկանուշ, քեզ ենք լսում, բալես միաշաքիլավոր սերմի կառուցվածքը, արտաքինից ինչն էր։ Դա սերմամաշկն է։ Կենտրոնում ինչն էր գտնվում։ Դա բաժանյութն է, որ կարող ենք նաև անվանել էնդոսպեր։ Եվ սա ինչն էր։ Սաղմը։ Ահա, շատ բարի, Աբելին էլ լսենք ու գնանք առաջ։ Աբել ջան, ասա, սերմի կառուցվածքը սա ինչն էր։ Դա սերմամաշկն է։ Կենտրոնում։ Դա բաժանյութն է, որն անվանում ենք նաև էնդոսպրեմ։ Եվ ինչն է գտնվում։ Դա սաղմն է։ Շատ բարի, գնացինք առաջ, հաջորդը, ինչ եմ ցույց տալիս ձեզ։ Այո, բույսի կառուցվածքն է, շատ ապրեք, մենք գիտենք, որ բույսը կազմված էր ինչից։ Ընձյուղից և անձյուղներից։ Իսկ անձյուղը իր հերթին իր մեջ ինչ էր ընդգրկում։ Ընձյուղը իր հերթին։ Ընձյուղը կազմված է ունի ճյուղերով և դրանց հորահրապարակված տերևներով, բոկոշներով, ծաղիկներով և պտուղներով։ Բույսի յուրաքանչյուր հատված ունի իր փոխադրույթը։ Շատ ապրեք, գնացինք առաջ։ Հաջորդը մենք ներկայացնում ենք բույսին անհրաժեշտ ինչ պայմաններ են պետք։ Բույսի անհրաժեշտ պայմանները մենք սխեմայով աշխատել ենք տետրերում, չէ։ Առաջինը այս անգամ կներկայացնի Աբելը։ Աբել ջան, բույսին անհրաժեշտ ինչ պայմաններ կան։ Բույսին անհրաժեշտ է լույս, ջերմություն, ջուր, օդ և հող։
Ահա, ամեն մեկի մասին ես ասում, այ լույսին չի անհրաժեշտ եւ այլն։ Դե սկսեցինք, ասա Աբել։ Լույսը անհրաժեշտ է ֆոտոսինթեզի աճի ծաղկման համար։ Հաջորդը։ Ջուրը անհրաժեշտ է ֆոտոսինթեզի նյութերի լուծման կենսական պրոցեսների համար։ Ահա, հաջորդը որն էր։ Օդը վերցնում է ֆոտոսինթեզի համար CO2 եւ շնչելու համար O2։ Այո, այսինքն օդից բույսը վերցնում է CO2 աստղաթու գազ եւ թթվածին։ Եվ վերջինը մնաց, որը չասեցինք։ Հողը։ Ահա, հողը ինչի անհրաժեշտ։ Հողը վերցնում է ջուր Հողից եւ հանքային վերցնում է, նյութեր։ ջուր եւ հանքային նյութեր։ Շատ բարի։ Հաջորդը Անահիտին են լսում։ Անահիտ, բույսի համար անհրաժեշտ պայմանները որոնք էին։ Բույսի համար անհրաժեշտ պայմաններն են լույս, ջերմություն, ջուր, օդ եւ հող։ Ահա, շատ բարի։ Դե ամեն մեկի մասին ասում ես։ Այ օրինակ օդը ինչի անհրաժեշտ, Անահիտ ջան, օդը բույսին ինչի անհրաժեշտ։ Վերցնում է ֆոտոսինթեզի համար CO2 եւ շնչելու համար O2։ Ապրես, հողը ինչի համար անհրաժեշտ, հողը։ Վերցնում է ջուր եւ հանքային նյութեր։ Ապրես, ջուրը ինչի անհրաժեշտ։ Ֆոտոսինթեզի նյութերի լուծման կենսական պրոցեսների համար։ Ապրի աղջիկը, լույս ինչի էր անհրաժեշտ։ Ֆոտոսինթեզի աճի ծաղկման համար։ Ահա, լավ, լսում ենք Հայկանուշին, Հայկանուշ ջան, դու ես ներկայացնում բույսին անհրաժեշտ պայմաններ իմ լավ աղջիկ, ասա։ Ջուր, օդ, հող։ Ահա, Լույսը ֆոտոսինթեզի աճի ծաղկման համար։ Ջուրը ապրես, ֆոտոսինթեզի նյութերի լուծման կենսական պրոցեսների համար։ Օդը վերցնում է ֆոտոսինթեզի համար CO2 եւ շնչելու համար O2։ Հող վերցնում է ջուր եւ հանքային նյութեր։ շատ ապրես, գնացինք առաջ։ Հաջորդը, որ մենք ուսումնասիրել ենք այս ընթացքում, դա ծաղիկները բաժանել ենք 3 հիմնական խմբերի, չէ՞։ Տեսնեմ, ով է հիշում 3 հիմնական խմբերը, դրանք որոնք էին։ Առաջինը որն էր։ Միասեր, երկսեր եւ ասեր։ Այո։ Հիմա ես հարցեր եմ տալի, տեսնեմ, ով առաջինը ձեր բացասես ներկայացնելու է, ով կարող է ասել, որ բույսերն են կոչվում ասեր։ Ասա Հայկանուշ ջան։ Չունեն վասան եւ անիչ։ Ահա, այսինքն նու ծաղիկների նկատի ունենք, այո, այն ծաղիկները, որոնք չունեն վարսանդ եւ արեջ, կոչվում են ինչ։ Ասեր։ Ահա, որ ծաղիկներն են կոչվում միասեր, ծաղիկները միասեր, տեսնենք, Աբել ջան ասա։ Միասեր ծաղիկներն ունեն կամ արեջ կամ վարսան։ Ահա, եւ բնականաբար որը չասեցինք, Անահիտ ջան։ Անահիտ, որը չասեցինք։ Երկսեր։ Ահա։ Եւ վարսան եւ արեջներ։ Շատ բարի, այսինքն բերեք մի հատ ամփոփենք, մենք ծաղիկները բաժանեցինք 3 հիմնական խմբերի, առաջին խումբը որն էր։ Միասեր, երկսեր եւ ասեր։ Ահա, միասերը որն էր, միասերը որ ծաղիկներն էին։ Ունեն կամ արեջ կամ վարսան։ Ահա, երկսերը։ Ունեն եւ արեջ եւ վարսան։ Եվ անսերը Աբել դու էլ մասնակցի։ Ունեն վարսան եւ արեջ։ Այո, չունեն եւ վարսան եւ արեջներ։ Պարզեր բոլորին։ Շատ բարի, գնացինք առաջ։ Սերմի կառուցվածքը ասեցինք, թե չէ։ Սերմի կառուցվածքը ասեցինք։ Ահա։ Բույսի կառուցվածքը ասեցինք, շատ բարի։ Բույսինը չենք ասել։ Բույսինը չասեցինք, դե գնացինք բույսինը։ Այո։ Մենք գիտենք, որ բույսը ամբողջական, չէ, բաժանում ենք երկու հիմնական ինչերի մասերի։ Որն էր։ Ահա, տեսնենք։ Բույսը կազմված է ընձյուղից եւ արտաքներից։ Ահա, ընձյուղը, ով կարող ասել ընձյուղը ինչերից էր կազմված, Անահիտ, ասա, Անահիտներ առաջինը։ Ընձյուղը կազմված է։ Ասա բանը։ Ընձյուղը կազմված է։ Ընձյուղը կազմված։ Կատա։ Հա, Անահիտ։ Ընձյուղը կազմված է ցողունից,
Ահա։ Շամագիտը։ Էլ ցողունից էլի։ Անջով կազմված է թողունից իր ճյուղերով և սրա վրա ասավորված տերևներով, կողմորներով, ծաղիկներով և պտուղներով։ Բույսի յուրաքանչյուր հատված ունի գործառույթը։ Ապրես, տեսնենք հաջորդը ով է ասում, հաջորդը, տեսնենք, հաջորդը Հայկանուշին լսենք, ասա բալես, ասա Հայկանուշ ջան։ Բույսը կազմված ընձյուղից և արմատներից, ընձյուղը կազմված է ցողունից, իր ճյուղերով և դրանց վրա դասավորված տերևներով։ Ահա։